Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիակաստ հաղորդման իմ հյուրն է միասնության թևեր կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանը։ Բարև ձեզ, պարոն Թաթոյան, շնորհակալ եմ մեզ հյուրին կարգելու համար։ Եվ այսպես, պարոն Թաթոյան, նախկիններ, կոռուպցիա, թալան, այդ ողջ մեղադրանքները, որոնց մի մասը գուցե արդարացված, մի մասը ոչ, մի մասը իրական, մի մասը հնարովի, սակայն այնուամենայնիվ տեղավորվում են քաղաքական պայքարի բովանդակության մեջ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նոր մեղադրանք է ներկայացնում մարդկանց, որը մինչ այս երբևէ չի հնչել ոչ միայն հայաստանյան ներքաղաքական պայքարում, այլևս ես չեմ հանդիպել նույնիսկ օտարերկրյա քարոզարշավների ժամանակ նա մարդկանց ուղիղ մեղադրում է ողջ լինելու մեջ, հարցնելով ինչու ես ողջ։ Իմ գնահատմամբ դա ոչ միայն քաղաքական չէ, այլ նաև բարոյական չէ։ Հիմա իսկ մարդու իրավունքների տեսանկյունից արդյոք նման հարցադրումը ինքնին արդեն խնդրահարույց չէ։ Տեսեք, սա այս ամենը կապված է մեր հասարակությունում պետական բարձր մակարդակով արժեքների քայքայման հետ։ Սա նաև փորձ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից մեղքը բարթելու, գցելու ուրիշների վրա։ Ասենք ես իսկապես չեմ հասկանում էլի, ոնց կարելի է զինվորին ասել դու հիմնավորին ինչի չես զոհվել։ Մարդիկ, ովքեր գնացել են կյանք են տվել այս երկրի համար ու ասենք այն մարդիկ, որոնք զոհվել են փառք ու պատիվ նրանց, հիշատակը միշտ վառ, միշտ պետք է հիշենք նրանց սխրանքը, բայց նաև ովքեր կենթանի են մնացել, նրանք նույնպես սխրանքներ են գործել եւ հիմա նրանց ասել ինչու չես զոհվել, դա անբարոյական չի, դա իսկապես արժեքների հարց է, անբարոյականություն ասելը շատ ցածր է այստեղ եւ գիտեք այստեղ ինչն է կարևոր, որ սա մեղքը գցել է զինվորի վրա, հայ զինվորի վրա, ես այդպես եմ տեսնում։ Շատ ակնհայտ է։ Գիտեք, պաշտպանության նախարարի առհասարակ ես ինչպես եմ պատկերացնում ես օրինակ ինքս պաշտպանության նախարարի դերը։ Պաշտպանության նախարարի դերը նրանում է, որ եւ վարչապետի նաեւ, չէ, որ որքան կարողանաս պատերազմի ժամանակ այնպես անել քիչ մարդ զոհվի կամ չզոհվի ընդհանրապես լավ, եթե հնարավոր քիչ կորուստներով երկիրը դուրս գա։ Իսկ հիմա մենք ասում ենք դե գնացեք զոհվեք, որ հարցը չառաջանա, ինչ ա եղել, էլի, որ չգաք հետո հարցեր տակ։ Այնպես որ սա շատ բարոյական քայքայում է եւ մենք պետք է այս ընտրություններով տանք այս պատասխանը։ Մեր ժողովրդին մենք մեր քայլերի ընթացքում մեր քարոզարշավի ժամանակ, հանդիպումների ժամանակ անընդհատ ասում ենք, որ ես անընդհատ ասում եմ, որ ժողովուրդ ջան, պետք է իրականում եկեք տեսնենք մենք ում ենք ուզում, ինչ երկիր ենք մենք ուզում մեզ համար, ինչ արժեքներ ենք ուզում, սա մեր ինքնությանը նաև դեմ է։ Եվ դրա համար ես ասացի, որ ձեր կեղտոտ բերաններից հեռու տարեք ընդհանրապես հայ զինվոր հասկացությունը, հայր մայր զինվորի մայր հասկացությունը, հայ մայր հասկացությունը, կին հասկացությունը, զինվոր հասկացությունը, որովհետև դուք հանուն պաշտոնի աղավաղում եք այդ ամեն ինչը աղճատում, նսեմացնում եք եւ մեզ պետք է երկիր, իշխանություն, որ այդ ամենի արժեքը գիտի եւ իր պաշտոնից բարձր երբեք դրանք չի համարում ու ընտրությունը կա իրականում եւ մենք ցույց ենք տալիս հանդիպումներում որ մեզ համար դրանք մեր սրբություններն են, մեր արժեքներն են, ասենք ինձ համար զոհվածի մայր հասկացությունը ում վրա որ իրեն կարող են գոռալ, զոհվածի մայրը ինձ համար վերջ, դա արժեք է, դա կարմիր գիծ է։ Ես եթե տեսնում եմ իմ դիմաց կանգնած զոհված զինվորի մայր, ինձ համար դա արդեն կարմիր գիծ է։ Այդ մարդը ինչքան ուզում է սխալ լինի, ճիշտ լինի, ամենավերջին սխալը թող լինի իր կոնկրետ քայլերի մեջ, որոնք ես կարող օրինակ այդ բանին չհամաձայնվեմ։ Բայց քանի որ այդ կինը, այդ ծնողը զինվորի ծնող է զոհված, ով կյանք է տվել մեր երկրին, ինձ համար դա արդեն կարմիր գիծ է, չեմ կարողանում այլևս խոսել, առաջ գնալ, որովհետև այդտեղ արժեքներ կան, որ ուղղակի քեզ ասենց կանգնացնում են։ Տեսեք, ես իմ աշխատանքներում, երբ զինվորների մարմիններ էինք փնտրում ծնողների հետ,
երբ նրանց հետ հանդիպումներն էին ունենում, սխրանքն էի տեսնում, զոհված, երբ փորձաքննությունների ժամանակ էի տեսնում, այդ արժեքները իմիջիվ հիմա դժվար են իմ մեջ։ Ես չեմ կարող ոչ մի ձև, ես չեմ հասկանում, ոնց կարելի է բարձրագույն պաշտոնատար անձը, որը երկրի համար որոշումներ է կայացնում, այն նման կերպ մտածի ու այս թեզերը առաջ տանի։ Այս թեզերը առաջ տանի եւ ամենակարևորը, սրանք հենց այնպես առողջ են։ Սա հատուկ արվում է, որ հարցեր չառաջանան իշխանության նկատմամբ։ Ինչու պատերազմի արդյունք ինչու այսպես եղավ, ինչ խնդիրներ, դրա համար մենք որ ասում ենք իրական այլընտրանքը ընտրություն ունի ժողովուրդը եւ մենք ենք այդ ընտրությունը, որ անցած լինելով ամեն ինչի մեջով ես հստակ տեսնում եմ ինչպես կարելի է հարցերը լուծել։ Չունեմ կաշկանդվածություն որևէ նախկինի հետ, այս պատերազմը ինչու, ինչ պատճառներով, հակառակը ես եմ հակված ամեն ինչ բացահայտել, ես անգամ նաև այսօր եմ հայտարարել, միշտ էլ ասում եմ, որ մենք բացահայտելու ենք 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ մեր ժողովուրդը գաղտնիքներ չունենա, պետությունը գաղտնիքներ չունենա մեր ժողովրդից, հանելուկային օրակարգեր չունենա, այս սա է ամենակարևորը։ Այ երբ բացահայտվեն 44 օրյա պատերազմի հետ կապված այդ ողջ գաղտնիքները, արդյոք այստեղ Նիկոլ Փաշինյանի ինչու է ողջ հարցադրմանը չի հաջորդելու հարցադրում հենց Նիկոլ Փաշինյանին, իսկ ինչու են զոհվել մեր տղաները, ինչու են զոհվել Միանշանակ այդպես է, նախ դա գիտեք, նրանք որ հարցնում են, ասենք ինչու չես զոհվել մեր զինվորներին, չէ, պաշտպանության նախարարը լակոտի պես ուղղակի արայով խոսալով մարդկանց հետ, ասում է ինչի չեք զոհվել։ Նախ իմ համար յուրաքանչյուր հայի կյանքը, Հայաստանում ապրող մարդու կյանքը, մեր եզդիները կլինեն, քուրդ մեր ազգային փոքրամասնության եղբայրները կլինեն, կապ չունի մեր Հայաստանի համար կյանքը տվող մարդիկ, կռվող, այդ մարդիկ ինձ համար մեծագույն նշանակություն ունի եւ ես ոնց կարաս իրանց թույլ տաս դա ասել ու գիտեք այստեղ մի կարևոր այսպիսի բան կա այո այդ զեկույց օրինակ մենք բացահայտելու ենք եւ պատասխանատվությունը այո պետք է լինի հենց իշխանության նաեւ վրա ովքեր իմ կարծիքով ամբողջ մեղքը հիմա գցում են զինվորների վրա ու պետք է շատ այստեղ հստակ այս զինվորի այս պատասխանատվությունը մեղքը ինչու չէ զոհվել, ինչու է զոհվել այս դիսկուրսի մեջ, պետք է այո հստակ այս պատասխանները տրվեն եւ մենք որ ասում եմ հրապարակելու ենք, պատճառն այն է, որ մեր քաղաքացիները, շատ քաղաքացիներ ունեն իրավունք ստանալու շատ հարցերի պատասխաններ։ Ու մենք դա ապահովելու ենք, որ մարդիկ ստանան եւ երբ դու գաղտնի օրակարգեր չես ունենում քաղաքացուց, քաղաքացին վստահում է պետությանը։ Օրինակ մեր քաղաքացիները աստված չանի որևէ խնդիր հանգարց լինի հետագայում եւ այլն, շատ քաղաքացիներ չունեն հարցերի պատասխաններ, ասենք մեկը տեսնում է, ասենք զինվորին այդպես են վերաբերվում, չէ՞, զինվորը տեսնում է իր մորը այդպես են վերաբերվում։ Հեր որ զինվորը կգնա հայրեն հայրենիքին, ու այսինքն կգնան, բայց ինչ սրտով գնա, երբ որ գիտի իր մորը, հորը պատերազմի դեպքում, որևէ խնդիրի դեպքում կապ չունի ինչ խնդիր է, այս վիճակում կարող են գցել։ Եվ մի բան էլ ասեմ, տեսեք, երկիրը իշխանությունն իրականում ոնց հասկանանք, թե այս կոնկրետ երկրի իշխանությունը ինքը կարողանում է դիմակայել եւ ուժեղ պահել պետությունը։ Պետք է նայես հասկանաս ճգնաժամային իրավիճակներում այդ իշխանությունը ինչպես է իրեն պահում։ Եթե ճգնաժամային իրավիճակներում գիտի կառավարել, կովիդ, պատերազմ եւ այլն, ապա դա իսկապես կարող է դիմակայունություն ապահովել։ Իսկ այս իշխանությունը այդ ճգնաժամային իրավիճակներում է հակառակը որ ձախողումներն է արել։ Օրինակ ես ինքս երբ անդադ օրինակը բերում եմ եւ մեր ժողովրդին ընտրությունն ենք, ասում ենք կա ժողովուրդ ջան ընտրություն, ասում ենք դուք ես միշտ ասում եմ դուք նայեք տեսեք դուք ում հետ եք ապահով զգացել։ Ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպան, չունենալով իշխանական լծակներ, որպես մարդու իրավունքների պաշտպան, ամբողջ աշխարհը հեղեղել էինք մեր փաստերով ու զեկույցներով, ամբողջական օրակարգը մենք էինք թելադրում։ Այսինքն ու կովիդի պատերազմի ժամանակ միջև վերջ աշխատել ենք։ Իսկ սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ դու մեր ժողովուրդը իմ կարծիքով պետք է ընտրի հենց այդ տեսանկյունից, ով կարող է ճգնաժամային իրավիճակներում ամբողջը իր վրա վերցնել, պատասխանատվությունը, խոսքը չգցել որևէ մեկի վրա, իր վրա վերցնել ու միջև վերջ առաջ գնալ, գիտի ինչպես է աշխատում պետությունը ու հարց լուծելու ձևներ գիտի, ինչպես է պետք պատասխան տալ, հարցը լուծել։ Սա էլ կարևոր է իմ կարծիքով ամենասկզբունքային հարցերից է։
Պարոն Թաթոյան, օրերս մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չբացառեց Տիգրան հանձնումը Ադրբեջանին, սակայն այս անգամ, ինչպես Արցախի դեպքում, նա հղում արեց Ալմաաթիի հռչակագրին, որ ըստ 91 թվականի հռչակագրի պետք է այդ հարցը լուծվի սահմանազատման ու սահմանագծման միջոցով եւ խոսեց նաեւ Արցվաշենի վերադարձի մասին, սակայն հետաքրքիր շեշտադրումներ արեց, ոչ թե հետաքրքիր, այլ վտանգավոր, որ ով դեմք խոսա Արցվաշենի վերադարձի մասին, նա պետք է հռչակվի դավաճան, մոտավորապես այդպես։ Իհարկե դեմ բոլորս ուրախ կլինենք, որ Արցվաշենը որպես մեր հայրենիքի մի մաս վերադարձվի, սակայն եթե հաշվի ենք առնում Արցվաշենի ու Տիգրանաշենի ռազմավարական կարևորությունները, արդյոք այդ փոխանակումը էլ չասած, որ Տիգրանաշենը նույնպես մեր հայրենիքի մի մասն է, սակայն արդյոք այդ փոխանակումը չի հանգեցնի Հայաստանի Հանրապետության ողնաշարի կոտրմանը նաև Արարատի մարզի հատվածում։ Տեսեք, հարցը պետք է ինչպես մոտենալ հարցին։ Ես ինչպես կմոտենամ հարցին։ Տեսեք, կոնտրաստը տարբերությունները ցույց տանք, հա, Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան։ Նիկոլ Փաշինյանը ասում է, կա անկլավ, ինչ որ փաստաթղթեր է վկայակոչում, այդ փաստաթղթերի հիման վրա մեր տարածքները պետք է տանք Ադրբեջանին։ Ես ինչ եմ ասում։ Արման Թաթոյանն ասում է, որ մենք ունենք անվտանգություն։ Ամենակարևորը մեր երկրի անվտանգությունն է։ Մենք պետք է նայենք հասկանանք, որևէ քայլի արդյունքում մեր անվտանգությունը տուժում է թե չէ, մեր քաղաքացու անվտանգությունը։ Երբ անվտանգություն ասում եմ անվտանգություն, նկատի ունեմ մարդու իրավունքները, տնտեսական գործունեությունը, նկատի ունեմ այն, որ արդյոք մեր մարդիկ կարողանում են իրենց հողերը օգտագործել, վարելահողերը, արոտավայրերը, մարդու տունը կիսվում է երկու մասի։ Կայան բնակավայրի մոտով է, ասենց ամբողջ անմիջապես շենքի տակով է անցնում սահմանը։ Ես գնացել եմ այդտեղ։ Գյուղերի մեր Վազաշեն, Այգեհովիտ գյուղերի ճանապարհներն են փակվում։ Մենք ունենք կաբելներ ինտերնետային այդտեղ, մալուխներ, մենք ունենք գազի խողովակներ այդտեղ, մենք ունենք ռազմավարական ճանապարհ, որը կապում է մեր բնակավայրերը իրար։ Այնտեղ ոսկեպարի հատվածում մենք այդ սարը, որ կա, այնտեղ ես եղել եմ մանրամասն այդտեղ։ Սարի մյուս կողմը լոռու մարզն է, արդեն Թեղուտն է։ Այսինքն դուք պատկերացրեք, ինչ ադրբեջանցիները թողում են գանտեղ, ադրբեջանական զինված ուժերը։ Եվ սա Տիգրանաշենի պարագայում նաև ճանապարհը, որ գնում է Երասխի մոտով դեպի Տիգրանաշեն, չէ, բարձրանում է, հետո իջնում է դեպի Պարուսևակի գյուղի հատվածը։ Այդտեղ մենք ունենք ռազմավարական ճանապարհ, որը մեր երկիրը ճանապարհներ իրար է կապում Վայոց ձորը եւ հետո Սյունիքը։ Հիմա տեսեք, եթե անգամ մենք ուրիշ տեղով ճանապարհ գծենք, այդ ադրբեջանական զինված ուժերը ամբողջը վերահսկելու են։ Այսինքն տեսեք տարբերությունը որն է։ Ես ասում եմ, ինձ ոչ մի փաստաթուղթ այդ առումով չի հետաքրքրում, եթե ապահովված չի իմ երկրի անվտանգությունը, իմ քաղաքացու անվտանգությունը, եթե իմ երկրի, իմ քաղաքացու երեխան, բալիկը գնալու է դպրոց ու այդ դպրոցի մոտից երևալու է ադրբեջանական զինված ծառայողների թիրախը, զենքը, իմ համար դա ունի զրոյական այդ փաստաթուղթը, որը կա, չի գործում։ Իմ համար կարևորը իմ երեխու անվտանգությունն է, ես նկատում եմ իմ քաղաքացու, որ գնում է հողը մշակի, որ գնում է, չգիտեմ, վարելահող, անասուններին է տարում արածացնում եւ այլն։ Սա է ամենակարևորը, այսինքն դու իրավունք չունես սրանք անտեսել եւ հետո կա միջազգային պահանջներ, մենք ուժեղ ենք այստեղ։ Միջազգային պահանջները ինչ են ասում, որ անգամ կա, եթե կա աղբյուր ջրի, եթե կա մի վայր, որից մարդիկ օգտվում են, անկախ նրանից այդ պետության օֆիցիալ տարածքաթեթը, չէ, պետք է մարդու օգտին ամեն ինչը լուծես։ Այսքան ամբողջը մեր կողմն է եւ ուրիշ բան էլ ասեմ։ Միջազգային պրակտիկայի համաձայն, եթե անգամ տարածքը հստակ գծված չի, բայց կա կադաստրային փաստաթղթեր, որոնցով դա քո քաղաքացունն է, այդ կադաստրային փաստաթղթեր ունեն առավելություն։ Եվ մի բան էլ, դուք, այսինքն շատ հստակ է պատասխանը իմ պարագայում, կա իմ երկրի անվտանգություն, իմ քաղաքացու անվտանգություն, ապահով կյանք։ Եթե ես իմ քաղաքացու ապահով կյանքը վտանգում եմ, ինձ ախպեր ինչ չի հետաքրքրում, այս Ադրբեջանի շահը, մյուսը, ասենք ես մտածեմ Ադրբեջանը այս փաստաթղթերով կանի, շատ ներողություն, Արցվաշենը որ կա, եթե քարտեզը նայում ենք, Արցվաշենից ոչ ոք չի հրաժարվում, բայց ես Ադրբեջանի փոխարեն լինեմ այս պարագայում, կասեմ բանա, Նիկոլ Փաշինյան, արի կամ ինքը ոնց է իրան դիմում, չէ, ինչ որ տարբեր ձևեր ունի դիմելու, ինչ ասես դիմաց, աղրացու էլ ասել, ինչ ասես ասել է իր բառերով։ Ասեմ Նիկոլ Փաշինյան, արի ես քեզ մի 4 հատ էլ Արցվաշեն իմ Ադրբեջանի մեջից տամ։ Այդ Արցվաշենի
այսօրվա մեր Արցախի, եթե հավասար փոխանակման մասն է խոսքը, եթե համեմատում ենք մեր երկրի անվտանգության հարցում, ինչ ենք մենք կորցնում, անհամեմատելի են հսկայական տարածքն է, հսկայական անվտանգության հարց ենք մենք տուժում ենք։ Իսկ այս սահմանազատումն ու սահմանագծումը դա կեղծիք է, այդ սահմանազատումն ու սահմանագծումը ոչինչ չի տալու մեզ հիմա այս պայմաններում, որովհետև ինչու, որովհետև այդ սահմանազատումն ու սահմանագծումը տեսանք իբր process-ը գնում է, ես արբանյակային լուսանկարներով հրապարակեցի, որ ադրբեջանական զինված ուժերը մեր Վարդենիսի ջերմուկի մոտ եկել են նոր դիրք են կառուցում, ճանապարհներ են կառուցում, արբանյակային լուսանկարներով ցույց տվեցի, որ ինչ է կատարվում ու այս պարագայում բերեն արևային պանելներ են դրել, ճանապարհներ են կառուցում, այսինքն ինչ որ մեկը միամիտ է մտածում է, որ հանձնաժողովի սահմանազատման հանձնաժողովի ասելով հետ են գնալու, իհարկե չէ, դրա համար սրան ուրիշ ձև կա լրիվ այս հարցերը լուծելու, այդ սահմանազատման հանձնաժողովը շղարշ է, որը վարակույրի պես կախել են մեր դիմաց, իսկ հետևը ամբողջ խոցը անվտանգության հարցերը մեր ռազմավարական անվտանգության հարցերն են մեր լուծում վատ իմաստով, այսինքն խաթարվում է ավելի, ձախողվում է, ճանապարհներն են ավելի շատ հսկում, սոտքի հանքավայրն այդ լուծումների արդյունքում դարել թիրախի տակ եւ այլն, հասկանում եք, հեկեր, ջեկեր եւ այլն, սրանք մեր ռազմավարական անվտանգության հարցերն են, այսինքն մենք պետք է հարցին այսպես մոտենանք, ոչ թե Ալմատիի փաստաթուղթ, ինչ որ չգիտես որտեղից 90-ականներին ստորագրված, հանուն իշխանության պահպանելու հիշել են դա ամեն օր ասում են, իսկ մեր երկիր իմ համար ավելի կարևոր է, օրինակ իմ քաղաքացին Հելնի առավոտը գնա իր հողը ապահով մշակի, երեխուն ուղարկի դպրոց, չանհանգստանա, գնա մի հատ վարելահողը տեսնի ինչ վիճակում է, արոտավայրը տեսնի ինչ վիճակում է, ճանապարհով ապահով երթևեկի, սա է ինձ կարևորը։ Ես պայքարելու եմ սրա համար։ Այս փաստաթղթերը զրոյից ենք ստեղծելու։ Այդ ինչի Ադրբեջանը իր համար կարա ստեղծի փաստաթուղթ վկայակոչի մենք չենք կարող։ Ընդհանրապես պատմություն ստեղծի իր համար զրոյից։ Եվ պատմությունը բացի, այո, եւ բացի այս ամենը, դրանք մեր հայկական տարածքներն են։ Տիգրանաշենը մեր պատմական հայկական տարածքն է, մեր պատմական մեր քարտեզներում դրանք ոչ սովետական միության եւ այլն, դրանք մեր հայկական տարածքներից դրանից էլ ավելի առաջ, դրանք մեր հայկական հողն է եւ մենք այստեղ ոչ միայն մեր քաղաքացու անվտանգության առումով պետք է պայքարենք, չէ, ապահով կյանքի, այլ մեր ազգային, մեր երկիրը լինելու առումով։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է սպառնալ, որ ով Ղարաբաղյան շարժումից խոսալ, գործ է ունենալու անձամբ ինձ հետ եւ կրկին հղում անելով Ալմատիի հռչակագրին, նա Ղարաբաղը համարում է ադրբեջանական եւ ավելին ասում է, որ այն թակարդ էր մեր վզին գցած, ներողություն, պարան էր մեր վզին գցած, որի միջոցով մեզ ուր ուզում տանում բերում են եւ այլն եւ մենք թակարդի մեջ ենք եւ ինքը մեզ բոլորից հանել է այդ թակարդից եւ դուք եթե չեմ սխալվում շատ կոշտ արձագանքեցիք Նիկոլ Փաշինյանի այդ Ղարաբաղյան շարժումը այլևս չի լինելու սպառնալիքներին, թակարդին եւ այլն եւ այլն։ Հիմա որն է ի վերջո Նիկոլ Փաշինյանի վերջնական նպատակը ամբողջովին զրկել հայ ժողովրդին իր ազգային երազանքներից, պատմական հիշողությունից, իղձերից եւ այլն, թե կա շատ ավելի շոշափելի իր համար նպատակ, այն է իշխանության վերարտադրումը։ Նայեք, ես ուզում եմ մեր ժողովրդի հետ հիմա մենք քննարկենք, մենք ինչ ենք առաջարկում, ես լինեմ, ինչ կանեմ։ Այն ինչ որ այսօր ասվում է, դա մաքուր պաշտոնի պահպանելու հարց է։ Պաշտոնը առաջ ձեռ տվեց, չէ, կասի, ինչ ասես կասի Արցախի ամենալավ բաները գովել է եւ այլն։ Հիմա ձեռ չի տալի պաշտոնի տեսանկյունից ուրիշ բաներ ասում։ Եվ եթե համեմատում ենք հիմա, չէ, նրա խոսքերը եւ Ադրբեջանի նախագահի խոսքերը լրիվ համընկնում են։ Նույն բանը նա ինքը ասում է, ով Ղարաբաղյան շարժումից խոսի իմ հետ խնդրեմ ունի, Ալիևը ասում է, ով Ղարաբաղյան շարժումից խոսի իմ հետ խնդրեմ ունի։ Լրիվ նույնն է, եթե հանդերձ համեմատենք, կարող է բառերի ինչ-որ տարբերություններ։ Դրա համար եմ ես նաև ասում, ակնհայտ է, որ նա մենք ունենք Հայաստանում Ադրբեջանի տեխնացու, եւ Ադրբեջանը ակնհայտ պաշտպանում է այդ տեխնացությունը, սա փաստերով է, սա այդպես չի, ես հենց այնպես ասում եմ։ Հիմա ես ինչ կանեմ։ Առաջինը Արցախի հարցը սենյակի դուր չի, որ ինչ որ մեկը բացի կամ փակի, կամ ինքը թեկուզ ով ուզում է լինի, բացի կամ փակի, իշխանության բարձրաստիճան իշխանության մասին է խոսքը այնել։ Մյուս կողմից դա մեր ազգային հիշողությունն է, մեր ազգային ինքնությունն է։ Կյանքում երբեք չի եղել հայոց պատմության մեջ դեպք, որ Արցախում հայ չապրի։ Ես ինչքան ուսումնասիրել եմ սահմանային հարցերում, տարբեր դրա առիթով պատմությունն եմ ուսումնասիրել, մեր շատ եմ խորացել արխիվային փաստաթղթերի մեջ եւ այլն։ Միշտ Արցախում ու Սյունիքում ավելի շատ հայ է ապրել,
քան մյուս մեր բնակավայրերում։ Պատմական տարբեր ժամանակաշրջան են, բայց Արցախն ու Սյունիքը առավել շատ ու խիտ բնակեցվածն են եղել հայերով։ Սա փաստ է ուղղակի պատմական։ Հիմա այս պարագայում տեսեք, լավ, Արցախի մենք ունենք Հայաստանում 120,000 արցախցիներ, ընդ որում նրանք 150,000-ից ավելին են, որովհետև իրականում պետք է լինեն, որովհետև պետք է այդպես հաշվել, որովհետև 2016 թվականին նույնպես քարորիա պատերազմինը պետք է հաշվել, 2020 թվի 44 օրյանի 23 թվի, այսինքն չի կարելի հենց մենակ 23-ը, այս բոլոր ժամանակաշրջաններն են։ Հիմա տեսեք, սա հենց այնպես մարդասիրական վիճակագրություն չի, որ դու ունես այսքան հարկադիր տեղահանված վերջ, բռնագաղթած մարդ ու վերջացավ սովորական վիճակագրություն թիվ ոչ, սրանք կոնկրետ մարդկային ճակատագրեր են, ուսուցիչներ, ինժեներներ, չգիտեմ, բանվորներ, երիտասարդներ, ուսանողներ, երեխաներ, մայրեր, տատիկներ, սրանք կոնկրետ ճակատագրեր են, կոնկրետ մարդիկ են, որոնք հիմա մեր հասարակությունում ապրում են, մեր կողքին, դու չես կարող նրանց մոռացության վրա կառուցել խաղաղություն, երկիրը համերաշխություն, հնարավոր չի, մարդու խնդրի վրա, խնդրը թաքցնելու վրա, դու չես կարող խաղաղություն կառուցել։ Այսօր, տեսեք, ես ինչպես եմ մտածում, ես ինչ կանեմ։ Ես ոչ թե կանտեսեմ մարդկանց թշնամանք տարածեմ, օրինակ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներ, գերիների ընտանիքներ, այն մեր զոհվածների ընտանիքներ, որոնք օրինակ մահացան զոհվեցին այդ բենզինի ցիստերնը պայթելու արդյունքում 23 թվականին եւ այլն։ Նրանց բոլորին, իրենք բոլոր հետ ես հանդիպում եմ անընդհատ, ինչ են ասում են, որ ամեն ինչ կառուցված է նրա վրա, որ մոռացության տրվեն, չհիշեն ոչ մեկ։ Ասում եմ, մի հատ մեր հարցերներ բարձրացնում ենք ինտերնետում, այդ ֆեյքերով, բանով մի ահավոր բան է սկսվում, արշավ է սկսվում նրանց նկատմամբ, հայոյանքներ, վիրավորանքներ եւ այլն, ու ասում եմ, զզվում ես հարցը չես էլ ընդհանրապես բարձրացնում էլ արդեն ասում ես արժանապատվության հաշվին է մարդկանց հասկանում, սա խաղաղություն չի, սա համերաշխություն չի հասարակության ներսում, սա ուղղակի խնդրեմը, պատկերացեք, կա մարմնիդ վրա մի վերք, ոչ թե դա փոխանակ դա բուժես, դա ասես ծածկում ես ու չես բուժում, ու հակառակը իրեն չես խնամում, չես նայում, չես հոգ տանում դրա մասին, ու դա ավելի մեծանում, շատ ավելի մեծ խնդրեմ է դառնում։ Համեմատություն ինչու սա բերեցի, որ հասկանալի պարզ լինի, որ մենք պետք է նրանց հետ աշխատենք, մեր հասարակությունն, նրանց իրավունքները պետք է պաշտպանեն, քանի դեռ առհասարակ Հայաստանում են, եւ ամեն մեկի նկատմամբ ցույց տալ անհատական վերաբերմունք, նրանք մեր հետ ապրող, ամեն օր ապրող մարդիկ են, մենք չենք կարող նրանց ուղղակի անտեսենք ու մոռանանք, հասկանում եք, չենք կարող նրանց ապամարտկայնացնենք, անհնար է դա եւ դա ճիշտ չի, եւ այս մասով, այսինքն սա է իմ մոտեցումը եւ հակառակը այս մոտեցումն է, որ տանում է դեպի իրական խաղաղություն, ներքին համերաշխություն, եւ մեր խնդիրների լուծում, որովհետեւ այս այդ ճանապարհներից է նաեւ։ Նայեք, այս նույն համատեքստում Ղարաբաղյան հարցի Նիկոլ Փաշինյանը համեմատում է արցախցիների վերադարձի իրավունքը ադրբեջանցիների, այսպես ասած, ճակերտավոր վերադարձի հետ։ Արդյոք հիմա դրանով նա չի լեգիտիմացնում արևմտյան Ադրբեջան կեղծ գաղափարախոսությունը, ինչպես իմ կարծիքով լեգիտիմացրեց, երբ արևմտյան այդ ճակերտավոր Ադրբեջան գաղափարախոսությունը կեղծ համեմատության մեջ դրեց արևմտյան Հայաստանի հետ։ Այլ խոսքով ասած, կրկին անգամ լեգիտիմացրեց այն։ Եկեք էլի նորից գնանք խնդիրներով։ Ես անդադ sense ուղիղ չեմ ուզում նրան քննարկել քայլերը, որ նրա բառերը քննարկենք, այլ քննարկենք խնդիրը, խնդիրը։ Տեսեք, կա արևմտյան Ադրբեջան կոնցեպցիան։ Դա Հայաստանը զավթելու ծրագիր է եւ դա մշակել է Ադրբեջանը, դա Ադրբեջանի նախագահի ծրագիր է։ Կա արցախցիների վերադարձի հարց եւ կա 90-ական թվականներին հայերի իրավունքների հարց, այդ թվում վերադարձի հարց, Սումգայիթ, Բաքու եւ այլն, այդ ջարդերի պատճառով ովքեր ստիպված են լինել թողնել իրենց տները, ելի նորից բռնագաղթել։ Հիմա այս արևմտյան Ադրբեջան կոնցեպցիան կեղծ ծրագիր է։ Սա 0-ից օթից սարքած ծրագիր է։ Սա գոյություն չունի ընդհանրապես։ Նրանք դա սարքել են որպես հակակշիռ մեր հարցերի։ Արցախի հարցի, 90-ականների թվականի այդ Սումգայիթի Բաքվի հարցին։ Հիմա այս ծրագիրը ամբողջ Հայաստանը դիտում է որպես Ադրբեջանի պատմական տարածք։ Ըստ նրանց հայերը առաջին անգամ այստեղ են եկել 1828 թվականից հետո Իրանից ու Օսմանյան կայսրությունից, այստեղ հայեր չեն եղել, նրանք բռնի տեղահանել են ադրբեջանցիներին, ստեղծել իրենց պետություն, բան, այսինքն հանցագործություններ են բազմաթիվ արեցին, ինչ որ լեգենդներ են։
Իսկ 90-ականներին էլ մի հատ սարսափելի հանցագործություններ իբր թե արել ադրբեջանցիների նկատմամբ վտարել։ Հենց իրենց պատմական հողերից։ Եվ նրանք անգամ հարցումներով են դա իբր թե իրենց ներսում ապացուցում, որ 90 քանի տոկոսը համարում է Հայաստանը իրենց պատմական հայրենիքը։ Հիմա նրանք ինչու են այս ամենը անում, որ ադրբեջանցիների մեծ քանակ բերեն Հայաստան եւ փոխեն Հայաստանի ժողովրդագրական պատկերը, այսինքն բնակչության թվի առումով։ Այս մարդիկ ակնհայտ է, չէ՞, եթե օրինակ պատկերացեք այդ ծրագիրը իրականանում է Աստված ոչ անի, իսկ մենք ամիշ պետք է անենք դրա համար, որ չիրականանա, այդ ծրագիրը երբ իրականանում է, այդքան մարդ Ադրբեջանից գալիս են, նրանք Ադրբեջանի հատուկ ծառայություններից են, չեմ սովորացրած մարդիկ են եւ այլն, ունենալու են այդ երկրի քաղաքացիներ, քաղաքացիություն, սա նշանակում է անձնագրեր, սա նշանակում է այդ երկիրը անընդհատ միջամտելու է, իրավունք ունի, հիշում ենք Ռուսաստանի գործողությունները Վրաստանում, չէ՞, Ցխինվալի եւ այլն, ասում էր իմ քաղաքացիներն են։ Հիմա պատկերացեք նույնը Ադրբեջանի հետ եւ նրա եթե նրա քաղաքացիներն են, այդ երկրի դատախազն ու քննիչն է գալու մերոնց դատի, եթե հանգարց կոնֆլիկտներ եղան, չէ՞, պատկերացեք այս իշխանությունը ո՞նց է կարողանալու պաշտպանել։ Հիմա դրա համար սա որևէ պարագայում չպետք է թույլ տալ։ Երկրորդը արցախցիների վերադարձը։ Նախ ինչու է շատ սխալ այս երկու հարցերը համեմատել, որովհետև այն մեկը նախ 90-ականների թվականների է, 90-ական, սա 2020-23 թվականների։ Այս հարցի պարագայում Արցախը հայերի հայրենիքն է։ Արցախը իսկ ադրբեջանցիների համար Հայաստան հայրենիք չէ։ Նրանք այստեղ մի մասը ապրել է, բայց նրանք նաև կամավոր են գնացել, մի մասին հատուցումներ են տվել, մի մասի գույքն է տվել, չգիտեմ, գումար են տվել եւ այլն շատ նորմալ գնացել են։ Հիմա արցախցիների վերադարձի հարցը, քանի որ նրանց հայրենիքն է, հայրենիք վերադարձը, սա միջազգային իրավունքով պաշտպանված է եւ կա հետեւյալը՝ անվտանգ վերադարձ, ապահով վերադարձ, կամավոր վերադարձ ու արժանապատիվ վերադարձ։ Վերադարձի Արցախ վերադարձի իրավունքը միջազգային փաստաթղթերով ամրագրված է։ Հիմա գանք իրավական մասը։ Մասնավորապես 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայի հստակ միջանկյալ միջոցով արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է արագացված կերպով ապահովել արցախցիների վերադարձը Արցախ, արա, անվտանգ, ապահով, արժանապատիվ։ Սա ասել է նույնը այս մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերին 19-ին կարծեմ 3 անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական պետություն հետը 40-ից ավել պետություններ, որոնց թվում 3 ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ամերիկա, Ֆրանսիա, Անգլիա։ Սրա մասին ասել են նաև Ամերիկայի, Կանադայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների արտաքին գործերի նախարարություններ, Եվրամիության պարլամենտը եւ այլն։ Այսինքն սա միջազգայինորեն գոյություն ունեցող իրավունք է եւ սա կա։ Ադրբեջանցիների վերադարձի հարցը ոչ մի միջազգային փաստաթղթում չկա։ Նրանք գնացել են եվրոպական դատարան, ստացել են մերժում 2021 թվականին։ 2000 այնտեղ մի հատ Մամադով անունը մոռացա, այդ Մամադովը գնացել է Քարվաճարից իբր թե եվրոպական դատարան ասել է եղբայր ուշ ա որ եկել ես։ Էլ չկա, դու չես կարող ես դատարան գալ։ Գնացել են Արդարադատության միջազգային դատարան 2024 թվականին Հաագայում։ Էն էլ ասել է ես այդ դատարանը չեմ որ գաք։ Այսինքն միջազգային ճանապարհները նրանց համար փակ են, մերը բաց է։ Հիմա մեր այս հարցերը չի կարելի համեմատել, որովհետև նախ ասեցի նրանք 90-ականներին, նրանք 2020-ից հետո նա հայրենիքի է վերաբերում, նա ոչ։ Իսկ ամենակարևորն էլ միջազգային փաստաթղթերով ամրագրված, իսկ նրանցը 0-ից քաղաքականապես սարքած է եւ նրա աճը բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության քաղաքականության արդյունքն է, քաղաքական որոշումն է։ Դա մի քիչ երկար եղավ այս մասը, բայց որ ես հստակ բացատրեի, իրականում որ հիմքեր չկան, ես լինեմ կառավարության ղեկավար, ես լինեմ իշխանության, ես ինչպես կանեմ, ես այս փաստարկներով կջարդեմ ամբողջը, թույլ չեմ տա որպեսզի սա առաջ գա, որովհետև չկա ոչ մի միջազգային հիմք սրա համար։ Պարոն Թաթյան, թեպետ դուք խաղաղությունից խոսեցիք, բայց կուզեի անդրադառնանք այլ ռակուրսով։ Նայեք, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը անում էր հիմնվելով կեղծիքի վրա Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, Արցախի հարցի լուծում ԵԱԿ Մինսկի շրջանակներում, հիմա նա շանտաժով է իր քարոզարշավը, շանտաժի վրա է կառուցել, մանիպուլյացիա է անում, իր անձը նույնացնում է խաղաղության հետ, որ ես եմ խաղաղությունը եւ չկա խաղաղություն ինձնից դուրս, մնացյալ բոլոր ուժերը, ընդդիմադիր մնացյալ բոլոր ուժերը, ովքեր խոսում են ազգային արժեքներից, Արցախից եւ այլն, այդ
նրանք բոլորը պատերազմի հրձիկներ են։ Հիմա կարծում եմ որոշակի ծիլեր իր այդ հայտարարությունները այնուամենայնիվ կարող է տալ։ Հիմա ինչպես կարող ենք մենք կոտրել հանրության մոտ այն մտավախությունը եւ հանրությանը ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը չէ խաղաղություն հաստատող, այլ հակառակը նա է հենց պատերազմը բերել Հայաստանի ու Արցախի սահմանը։ Տեսեք, այս քաղաքականությունը այսօր որ վարվում է, իրական պատերազմի տանող քաղաքականություն է։ Նախ 3 պատերազմ բերած, 3 խոշոր պարտություն բերած ուժը մարդը, որի օրոք նաև տեղավորել երկրորդ հայկական ցեղասպանություն, էթնիկ զտումներ Արցախում, չի կարող խոսել խաղաղությունից։ Այստեղ խաղաղության մասին խոսք չկա։ Անընդհատ զիջումներ են տեղի ունենում։ Ադրբեջանը ինչ պահանջում է, տրվում է։ Ադրբեջանը այնպիսի պետություն է, գիտեք, ես նրանց քաղաքականությունը շատ լավ գիտեմ։ Ադրբեջանը այնպիսի պետություն է, այնպիսի իշխանություն ունի, որ նրանք այս զիջումների արդյունքում ոչ թե բավարարվում են, ասում են դե լավ էլ պետք չի, всё, ստացանք ինչ որ պետք է։ Այլ նրանք դրանից ավելի ոգևորվում արվեն, առեթավորվում, որովհետև Ադրբեջանի նախագահի եւ առասարակ նրանց իշխանությունը հիմնված է այս հակահայկականության վրա, այսինքն դու որքան շատ նսեմացնես, նվաստացնես հայի, այնքան շատ դու ներսում ուժեղ ես երկրի այնտեղ։ Իսկն դրա համար էլ Ադրբեջանի նախագահին ջանում անընդհատ ավելի է նվաստացնում, չէ՞, մեկ-մեկ պետք է ասում, չի խղճում, բայց ոչ թե խղճա, այլ գոնե մտածի ասի, ասենք, լավ, դա իմ համար ամեն ինչ անում է, էլի, այնտեղ մի քիչ այսքան չնվաստացնի, դե մեղք կա։ Ասենք, սենց էլի, հա, այդ առումով։ Բայց հետո հասկանում են, որ դա իրականում նրան ներսում երկրի ուժեղ ապահում իրան եւ դա ինքը դրանով է ղեկավարվում ու տեսեք նաեւ ինքը իրենց մոտ այս հակահայկականությունը ինչի են երեխեքին դաստիարակում այս հակահայկականությամբ որ սերնդափոխություն լինի որ իշխան այս երեխեքը մեծանան ու հիմա մեծանում են գալիս են պաշտոնյաներ են դառնում այդպես աճում են հետո սերնդափոխություն են բայց որ վերևից ներքևից միջև վերև ունենան այդ հայատյացությունը, այսպես քաղաքականությունը չփոխվի։ Հետևաբար մենք ոչ թե պետքա հույսը դնենք դրա վրա, օրինակ ես դնեմ, ես հույսը չեմ դնի դրա վրա։ Ես կգնամ մեր ընկերների մոտ միջազգային, զուգահեռ կսկսեմ հզորանալը, ամենա արագ ձևով, հետո կգնամ իմ ընկերների մոտ, գնամ իմ բարեկամների մոտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, չգիտեմ, Ռուսաստան, Իրան, Վրաստան գնամ կփորձեմ հասկացնեմ այդ մարդկանց, որ սկսեմ նաև բանակցություններ, քննարկումներ, որպեսզի դու ունենաս, օրինակ Ամերիկայի պարագայում երաշխավորություններ, եթե կլինի, ասենք նայած բանակցությունները Ռուսաստանն, չգիտեմ, Ֆրանսիան եւ այլն, եւ փորձես քո երկրի շահերի համար աշխատել, այսինքն այստեղ նպատակը երկրի շահերի հանուն երկրի շահերի աշխատելն է։ Իսկ այս քաղաքականությունը ինքը պատերազմի տանող ուղիղ ճանապարհն է։ Ես ասում եմ ձեզ օրինակով ցույց տվեցինք մենք 2021 ցույց տվեցինք 2025 թվականի հուլիսին մինչև հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 8-ը, իսկ տեղ-տեղ հուլիսի 15-ից տեղի են ունեցել օգոստոսի 29-ը, նաև կա ավելի մի քիչ հեռու տեղի են ունեցել ադրբեջանական ներխուժումներ Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս կառավարությունը ոչինչ չի արել դրա, չի ասել մեզ խաբել է եւ մենք տարածք ենք կորցրել։ Մենք այս կառավարության օրոք ամեն տարի սկսած 20 թվականից հետո տարածք ենք կորցրել։ 20-ին կորցրել ենք, 21-ին կորցրել ենք, 22-ին կորցրել ենք, 23-ին կորցրել ենք, 24-ին կորցրել ենք, 25-ին կորցրել ենք, մենք ինչը ապացուցեցինք, որ 25-ին տարածք ենք կորցրել, Վարդենիսի հատվածում նոր դիրք են դրել այս պարագայում ու նրանք մեզ չեն ասել, ինչի վախեցել են, որ իրենց համար պաշտոնների խնդրեմ կունենան, այս ընտրություններից առաջ։ Օրինակ ես ինձ համար իմ պաշտոնի թքած ունեմ պաշտոնի վրա, եթե հանկարծ իմ երկրի շահն է գալիս, եւ ես իմ գործով դա ցույց եմ տվել։ 1000 մի պաշտոն լինի, ոչ մի բան իմ երկրի մի տոկոսի մի սանտիմետր տարածքի արժեքը չարժի։ Պարոն Թաթոյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թերևս նորանկախ Հայաստանի պատմության մեջ միակ քաղաքական ուժն է, որ ընտրությունների է գնում իր ծրագրում ունենալով հարձակումը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հիմա ինչ է կարծում, նրանք հանձինած հայ առաքելական եկեղեցու տեսնում են պարզապես իրենց վերարտադրմանը խոչընդոտ, թե Ադրբեջանի հերթական պահանջն են իրականացնում, որովհետև հիշենք Նիկոլ Փաշինյանի հարձակումները սկսվեցին հատկապես այն ժամանակ ուժեղացան եւ երբ Փաշազադեն հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոս եւ հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում են խաղաղության։ Ես այստեղ կարծում եմ, որ երկու հարց կա, երկու ուղղություն կա։ Մեկը եկեղեցու
հեղինակությունը ներսում քաղաքական խնդիրները իշխանության համար եւ որ եկեղեցին խոսում է ազգային ինքնության հարցերից եւ այլն։ Երկրորդը ադրբեջանական պահանջ։ Ես ադրբեջանական պահանջը կբերեի առաջին տեղ, որովհետեւ այստեղ խոսույթները լրիվ համընկնում են, այդ Փաշազադեն, որ ասում եք, ադրբեջանական հասարակությունում նրանց հոգևոր առաջնորդը նրանք են հայտարարել որպես մեր եկեղեցին իրենց թշնամի, Ադրբեջանի նախագահը 5-րդ շարասյուն է մեր եկեղեցին եւ հայտարարել են պայքար եկեղեցու դեմ։ Ես այս սրա հետ կկապեի եւ գիտեք սա եթե սա լիներ երկխոսություն, օրինակ երկխոսություն սկսեին արդյոք մեր եկեղեցիում ինչ որ կանոններ պետք է փոխել թե չէ։ Օրինակ, չգիտեմ, հասարակությունը անդադ չէ հարցը առաջանում, ասենք քարոզների ոչի հետ կապված, չգիտեմ, դիսկուրսներ, հա, օրինակ ասենք, արդյոք արժի այդ քննարկել թե չէ, փոխենք թե չէ։ Եկեղեցուն ներգրավեին, քննարկենք, օրինակ ես այդպիսի դիսկուրսներ արել եմ քննարկումներ 2019-18 թվերին, մի հատ է 17-ին, երբ օրինակ ընտանեկան բռնության հետ կապված, կանանց իրավունքների հետ կապված օրենսդրություններ մշակվում, մեր եկեղեցին այնտեղ Ստամբուլի կոնվենցիա կար բան, մեր եկեղեցին նաև դիրքորոշումներ հայտնել առանձին հարցերում անհամաձայնություն տարակուսանք, ես որպես մարդու իրավունքների պաշտոնյա լինելով նախաձեռնեցի քննարկումներ, գնացի մեր եկեղեցականներին, տեսա հոգևորականներին, ամենայն հայոց վեհապարի հետ, կաթողիկոսի հետ հանդիպեցի, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպեցի, շատ հարցերում մոտեցումները մոտեցրեցինք իրար եւ սկսեցինք իրար հասկանալ, տեսեք, այդ մաքուր քննարկում ա գնում, դա նորմալ է, բայց եթե դու ճնշում ես իրականացնում, քաղաքական ճնշում, բռնություն, ապօրինություններ, այդ արդեն չեղավ պետության նորմալ պետության պահվածք, ես օրինակ երբեք նման քայլի չեմ դիմի եւ դա որևէ պարագայում չի կարելի անել, որովհետեւ դա նշանակում է քո պետության հենասյուներից մեկը, որը ազգային ինքնության հենասյուներից մեկը ուղղակի կոտրես, փշրես, միջդեռ դու ես լինեմ հակառակը, գիտեք ինչ կանեմ մեր եկեղեցականների հետ խոսեմ արտասահմանում, այս մեր ազգային արծերը առաջ տանելու այնքան վայրեր կրոնական հարթակներ կան, օրինակ Գերմանիայում ես եղել եմ շատ հանդիպումների իրենց падգամավորների հետ, այնտեղ քրիստոնեական կրոնական ուղղվածության շատ падգամավորներ կան, որոնք քրիստոնեական են ավելի իրենց դիրքավորում կրոնի հարցում, Լեհաստանում է այդպես, Հունգարիայում է այդպես, ես այդ մարդկանց կգնամ մեր եկեղեցականներին, մեր ամենայն հայոց վեհապարին կխնդրեմ հայրապետին, կասեմ վեհապար տեր, մի հատ այնտեղ տեսնենք ինչ падգամավորներ կան, ինչպես մեր հարցերը առաջ կարող ենք տալ, այս տալ կրոնական հարցերը, եկեղեցու հարցերը, այն նման բաներ պետք է, խնդիրներ էլ կան, պետք է բոլորով հավաքվենք ժողովրդով, մեր նամուս թասիբը իմացած եւ այլն, մեր հարցերը լուծենք, այո, խնդիրներ չի կարա չլինի որևէ բնակավարում, չէ՞, նաև եկեղեցու մեջ բարեփոխման մեր եկեղեցականներն են ընդունում։ Հա, բայց այսպես պետք է, մանավանդ այսքան մեր անվտանգության խնդիրների մեջ մենք ոնց կարող ենք նման բաներ թույլ տալ։ Պարոն Թաթոյան, եւս մի հարց դուք միասնության թևեր կուսակցությունը հանդես է գալիս արդարությունը գալիս է կարգախոսով, սակայն կա մի շատ կարևոր նախապայման, որպեսզի արդարությունը գա, Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հեռանա։ Եթե Աստված մի օր ասեմ Նիկոլ Փաշինյանին բռնաճնշումների կամ ընտրություններին ցածր մասնակցության արդյունքում կամ մեկ այլ հանգամանքների պատճառով հաջողվի վերարտադրվել, ապա ինչ մեխանիզմներ այդ դեպքում կան այլ մեխանիզմների մասն է խոսքս Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, իհարկե ամենաանցնցում ամենակարճ ճանապարհը ընտրություններն են, սակայն էլ եմ շեշտում, եթե հանկարծ նախատեսում եք արդյոք հետընտրական գործընթացներ։ Տեսեք, մենք առաջինը գնում ենք մեր օրակարգով, մեր քաղաքացիների մոտ նրանց վստահությունը ստանալու նպատակով, որքան հնարավոր է բարձր վստահություն ստանալու նպատակով, հետընտրական զարգացումների հետ կապված, ցանկացած իրավիճակի հետ կապված մենք ունենք մեր պլանավորած քայլերը։ Եվ ըստ արդյունքի, ըստ կոնկրետ իրավիճակի էլ դրանք բարձ կլինեն։ Շնորհակալ եմ շատ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի միասնության թևեր կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ